Թրիփը այս ձևով որ կա, նախ ինքը խաղաղության մասին չի, որտեղ աշխարհաքաղաքական բախման ռիսկ կա այդ նախագծի հիմքում։ Դա սպասարկում աշխարհաքաղաքական կոնկրետ բևեռի շահեր, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներ, Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա եւ ընդհակառակը կենսականորեն հակադրվում է մի շարք այլ խոշոր խաղացողների շահերին, սա ես միայն չեմ ասում, օրինակ երեք ես մանրամասնորեն լսել եմ Սաքսի հարցազրույցը, հայտնի վերլուծաբան, որտեղ նա շատ փաստարկված ասում էր թրիփի վտանգները որոնք են։ Ուրեմն սա հակադրության մեջ է թրիփը այս ձևով Չինաստանի շահերի, Ռուսաստանի շահերի հետ, Իրանի շահերի հետ Միջնաժամկետ կտրվածքով նաև Հնդկաստանի եւ Չինաստանի շահերին հակադրվում հայկական գիտեք, բայց այդտեղ թրիփի դեմ պատերազմ հայտարարելն անիմաստ է, որովհետեւ մենք այդ ներուժն ու պոտենցիալը չունենք։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ շռայլություն հակադրվել Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին, որովհետեւ այն խնդիրները, որ դրա պատճառով կարող է առաջանալ, այնքան լուրջ կլինեն, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջացած խնդիրները մեզ մանկապարտեզ կտվան։ Բայց պետք է ձգտել հասնել նրան, որ հմուտ դիվանագիտության միջոցով թրիփի ռիսկերը կառավարվեն։